Ես Իսկուհին եմ Մուսայելյան, ՓՄՏ բաժնի ենթախմբի ղեկավար։ Այսօր կխոսենք data matrix ծածկագրերի դուրսգրման մասին։ Թեմաները, որոնց այսօր կանդրադառնանք, դա 2026 թվականի հունվարի 1-ից նոր ապրանքախմբերն է, որոնք որ անցել են պարտադիր դրոշմավորման։ Data matrix ծածկագրերի շրջանառությունից դուրսգրման դեպքերն են, ինչպես ենք այս ամենը ավտոմատացրել հծահամակարգերում եւ համակցում իմար ռիսիվ հավելվածի հետ։ Ապրանքախմբերը, որոնք հունվարի 1-ից անցել են պարտադիր դրոշմավորման, ցանկը այստեղ կտեսնեք, դրանք կենթանիների կերեր, նավթավերամշակման արտադրանք, ներկանյութեր, դեղեր, կաթնամթերք, օծանելիք։ Հատկապես առանձնացրել ենք դեղերի մասը, բավականին շատ հարցումներ ենք ստացել, բավականին շատ դեղատներից են դիմել հենց այս մասով դուրսգրումների հետ կապված, դրա համար հատուկ շեշտում ենք տվյալ ոլորտը։ Թեմաները, որոնց այսօր կանդրադառնանք, դա data matrix-ներն են։ Փոքրիկ անցում անենք, հասկանանք, թե ինչի մասին ենք խոսում, ունենք data matrix-ներ եւ QR կոդեր։ Շատ հաճախ խառնում են, զանգում են, ասում են QR կոդն է, մենք հասկանում ենք, որ data matrix-ի մասին է խոսքը, բայց դեպքեր է լինում, որ անցկացնում են QR-ը ու խնդիր է առաջանում։ Եկեք տարբերակենք data matrix-ները, որոնք որ փակցված են ապրանքի վրա։ Կարող եք տեսնել իրանք ասենց կողքը ոնց որ L տառը լինի։ Դրանք են data matrix-ները։ Իսկ QR-ները իրանք անկյուններում փոքրիկ քառակուսիներ ունեն, դրանց պետք չի անցկացնել, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Դրանց հետ չենք աշխատում։ Հիմա ԱՏԳ դասակարգիչների մասին, որով տարանջատում ենք, թե ծրագիրը ինչպես է հասկանում, որ տվյալ ապրանքը դրոշմավորվող է։ Մենք ապրանքի վրա նշում ենք ԱՏԳ դասակարգիչը եւ ծրագիրը արդեն հասկանում է ԱՏԳ դասակարգչի վրա նշված դրոշմավորման ամսաթվից, թե տվյալ ապրանքը երբ է դարձել դրոշմավորվող, հասկանում է ծրագիրը տվյալ ապրանքը դրոշմավորվող է, թե չէ։ Տեղեկատուն ավտոմատ թարմացվում է մեր B2B ամպային ծառայությունների միջոցով, դուք այս թարմացումները մշտապես ստանում եք եւ ունենում եք ակտուալ տվյալներ, այսինքն օրենսդրության համապատասխան տվյալներ։ Սենց թե նենց մեկ-մեկ կարող եք ստուգել մի հատ ուքել նայել, որպեսզի համոզվեք ձեր մոտ ոչ մի խնդիր չկա։ Ծրագրում ԱՏԳ դասակարգիչներով ծածկագրերով կարողանում ենք իրականացնել մանրածախ վաճառք եւ տպել ՀԴՄ-ն։ Միայն ծածկագրով անցկացնելը բավարար է վաճառք իրականացնելու համար։ Նայենք process-ը վիդեոհոլովակի օգնությամբ։ Վաճառք իրականացնելը անցկացնում ենք միայն data matrix-ով, շտրիխ կոդ կարդացող սարքով կարդում ենք եւ այստեղ արդեն ամբողջ ինֆորմացիան կա։ Տպում ենք ՀԴՄ-ն եւ տվյալները ուղարկվում են հարկային։ Ինչ-որ լրացուցիչ այլ գործողություն անելու, այլ տեղից մուտքագրելու կարիք չկա։ Այս թեման բավականին շատ ենք առնչվել եւ դուք եւ մենք արդեն երկար ժամանակ է գործում է data matrix-ներով վաճառքը, բավականին շատ ճանապարհ ենք անցել, մենք ավտոմատացման հարմարեցնելու, մաքսիմալ հարմար դարձնելու վաճառքի process-ը, դուք էլ արդեն այդ ամենը գործնականում կիրառելու մասով։ Այսօր թեման ոչ թե վաճառքին է վերաբերվում, այլ data matrix-ի դուրսգրմանը։ Քանի որ օրենսդրական փոփոխություն է եղել եւ կառավարության որոշման համաձայն դրոշմավորվող ապրանքները պետք է շրջանառությունից դուրս հանել իմարկ ռիսիպտ հավելվածի միջոցով եւ ուղարկել այդ տվյալները հարկայինի միասնական շտեմարան, մինչեւ տվյալ ապրանքի վաճառքը իրականացնելը։ Իսկ որ դեպքերում են առաջանում այս կետերը։ Առաջին դեպքը նշենք դա մասնակի վաճառքն է։ Երբ է առաջանում մասնակի վաճառք, ենթադրենք դեղատանը վաճառք են իրականացնում ոչ թե տուփով, այլ տուփը բացում են եւ վաճառում են հատով։ Երկրորդ դեպքը դա արտադրության կամ սեփական կարիքների օգտագործման ժամանակ։ Օրինակ, սուրճի պատրաստման կետում պատրաստում են սուրճ եւ օգտագործում են ինչ-որ նյութեր։ Կամ երրորդ դեպքը ծառայության մատուցման ընթացքում։ Օրինակ, սպա կենտրոններում ծառայության մատուցման ընթացքում օգտագործում են կոսմետիկ նյութեր։ Իսկ կոսմետիկ նյութերը 2026 թվականի հունվարի 1-ից դարձել են պարտադիր դրոշմավորվող։ Դրա համար նախքան դա այդ օգտագործելը պետք է պարտադիր հանել շրջանառությունից այդ data matrix-ը։ Եվ որոշ այլ դեպքեր են լինում։ Մենք համակցումը արել ենք, որպեսզի կարողանանք ծրագրում իրականացնել դուրսգրումը data matrix-ները, իրականացրել ենք համակցում իմարկ ռիսիպտ հավելվածի հետ։
Մինչև անցնել այդ process-ին ինչ եւ ոնց պետք է անենք, մի փոքր խոսենք ինտեգրացիաների, համակցումների մասին։ Վերջին շրջանում բավականին շատացել են ինտեգրացիաները, դա համակցումներն է invoicing-ի հետ, ինտերնետ բանկերի, ՀԴՄ սարքերի, POS տերմինալների հետ։ Եվ այստեղ մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել ու ճիշտ է ինտեգրացիաները բարդ են, բայց շատ կարևոր են, քանի որ գիտենք, որ պետք է մաքսիմալ այնպես անենք, որպեսզի ձեր տնտեսվարողների կյանքը փորձենք հեշտացնել, մաքսիմալ արագացնենք եւ հեշտացնենք վաճառքի process-ները եւ խնայենք ժամանակը ու հնարավոր սխալներից խուսափել լինի։ Նոր օրենսդրական փոփոխությունների հետ կապված նաև համակցում ենք արել Imar Receipt-ի հետ։ Imar Receipt-ի համակցման քայլերի եւ ակտիվացման հետ կապված ունենք վիդեո հոլովակ նկարահանված, որտեղ կարող եք տեսնել քայլերի հաջորդականությունը։ Ամեն դեպքում, եթե տեղադրման կամ ակտիվացման հետ կապված ինչ-որ հարցեր են լինում, կարող եք դիմել Imar-ի մասնագետներին, իրենք սիրով ձեզ կօգնեն։ Imar Receipt հավելվածի հետ համակցումը բաժանենք 3 քայլերի։ Առաջին հերթին պետք է տեղադրենք հավելվածը բջջային սարքում, այսինքն բեռնում եք հավելվածը ձեր բջջային սարքում, տեղադրում եք, տեղադրելուց հետո ծրագիրը հավելվածը կբերի ձեզ ակտիվացման քայլերը։ Ակտիվացման քայլերի մեջ կբերի նաև տվյալ սարքի, տվյալ հեռախոսի նույնականացման համարը, որը պետք է գրանցել, պետք է մտնենք PEGI File Online համակարգը եւ այնտեղից 101 ձևը լրացնենք, սա բավականին նման է նաև ՀԴՄ գրանցելուն եւ այս հարցում ձեզ կարող է օգնել հաշվապահները կամ այն մարդիկ, ովքեր որ հասանելիություն ունեն File Online-ին։ Ակտիվացումը կատարելուց հետո արդեն անցնում ենք բուն համակցմանը ծրագրի հետ։ Դիտենք հոլովակը։ Համակցման համար պետք է մուտք գործենք ադմինիստրատորի գործիքներ, Imar Receipt հավելված։ Այստեղից տալիս ենք ավելացնել եւ արդեն հեռախոսի վրա տեղադրված հավելվածով կարդում ենք QR։ Սարքը ավելանում է եւ մենք արդեն մեզ մնում է միայն կցել օգտագործողին։ Օգտագործողին կցելու համար մտնում ենք ադմինիստրատորի գործիքներ, օգտագործողներ եւ այնտեղ Imar Receipt սարքը ընտրում ենք տվյալ գրանցված սարքը։ Համակցումը արեցինք, այստեղ ամեն դեպքում, եթե հարցեր լինի, մեր սպասարկման թիմն էլ սիրով ձեզ բոլորին կօգնի։ Հիմա նայենք քայլերը ինչպես ենք իրականացնելու դուրսգրումը ծրագրում։ Վաճառքներ ենթահամակարգում ավելացել է նոր փաստաթուղթ՝ դրոշմանիշի շրջանառությունից դուրսգրում։ Ընդհանուր մի հատ առանձին փաստաթուղթ ենք ստեղծել, որ բոլոր դեպքերի համար։ Այսինքն, եթե մեզ անհրաժեշտ է դուրս գրել դրոշմանիշը, ծածկագիրը, ապա մենք այս փաստաթղթից կարող ենք իրականացնել։ Երկու դեսկաների միջոցով կարդանք QR։ Դրոշմանիշը անցավ եւ մենք տալիս ենք դրոշմանիշի դուրսգրում։ Այստեղ տեսնում ենք գործողությունը բարեհաջող ավարտվել, այսինքն տվյալները ուղարկվեցին հարկայինի միասնական շտեմարան։ Այստեղ համար ստացավ Imar Receipt-ի, նշանակում է ամեն ինչ բարեհաջող է։ Սա ընդհանուր դեպքերի համար, բայց երբ որ վաճառք ենք իրականացնում, շատ ավելի հարմար է, որպեսզի մի փաստաթուղթը չփակենք, անցնենք մյուս փաստաթղթի մեջ, դրա համար հնարավորությունը ավելացրել ենք նաև վաճառքի փաստաթղթում։ Բացենք վաճառք կտրոնը եւ այստեղ նույնպես ունենք դրոշմանիշի դուրսգրում հրամանը։ Ինչ դեպքում է առաջանում, ավելի պրակտիկ պատկերացնենք, օրինակ դեղատուն է եւ փորձում է վաճառքը անել, տուփը բացում են եւ ոչ թե ամբողջ տուփով են վաճառքը անում, այլ իրականացնում են հատով։ Առաջին անգամ տուփը բացելուց առաջ միայն մի անգամ պետք է կատարել այդ դուրսգրումը։ Անցկացնում ենք, բացում ենք դրոշմանիշի դուրսգրումը, հենց վաճառքի պատուհանում, էլ ուրիշ տեղ տեղափոխվել կարիք չկա։ Կարդում ենք տուփի QR, ես էլ սխալվեց QR ասացի, իրականում դա data matrix-ն է, էլի։ Կարդում ենք data matrix-ը, տալիս ենք կատարել։ Էլի գործողությունը բարեհաջող ավարտվեց։ Այսինքն ես դուրսգրումը արեցի։ Տուփս բացել եմ, որպեսզի վաճառքանեմ, նախապես մինչև վաճառքաներից պետք է դուրսգրում կատարեմ։ Հիմա անցնում ենք վաճառքին։ Ես արդեն գծիկավոր կոդով կարդում եմ իմ ապրանքը, ծրագիրը ինձ կհուշի, որ տվյալ ապրանքը դրոշմավորվող է, բայց քանի որ ես արդեն իմ դրոշմավորումը դուրս եմ գրել, էլ երկրորդ անգամ անցկացնելու կարիք չկա։ Անցկացրեցի ապրանքը, վաճառում եմ ոչ թե տուփով, այլ հատով, ենթադրենք 15 հատ եմ վաճառում։
Եվ արդեն իմ ՀԴՄ-ն եմ տպում, գրանցում եմ փաստաթուղթը։ Եթե դուք օգտվում եք վաճառակետ POS պատուհանից, այսինքն վաճառքները իրականացնում եք վաճառակետ POS պատուհանով, ապա այստեղ նույնպես ունենք այդ հնարավորությունը։ Այլ կոճակի միջոցով բացում ենք դրոշմավորման դուրսգրում եւ նույն process-ը այստեղ ենք կատարում։ Այսքանն էինք պատրաստել սեմինարի մասով։ Հուսով ենք ավելի լավ պատկերացում կազմեցիք, թե ինչպես պետք է իրականացնել համակցումը եւ ինչպես պետք է կատարել դուրսգրումը։